Թեման, որի մասին ես ուզում եմ խոսել, մի փոքր կարող է վիճաբանությունների, տարաձայնությունների կարծիք, դա տարբեր կարծիքներ կարող է հնչեն, բայց ես կուզենամ ամեն դեպքում անդրադառնալ այդ հարցին, որովհետև ես կարծում դա կարևոր հարց է։ Խոսքը վերաբերվում է այն պացիենտներին, պացիենտ էլ չասենք էլի ոնց որ իրանք ավելի շատ եւի խնդիր չունեցող մարդիկ են, իրանց խնդիրը արհեստականորեն է առաջացել, ովքեր մասնակիցը լինելով տարբեր աղանդավորական այդ եկեղեցական հավաքույթների մասնակից լինելով հանդերձ, ուրեմն կան փաստորեն այդպիսի տեղեր, որտեղ արգելվում է այսպես ասված հարաբերությունները։ Աստվածաշնչյան լեզվով ինքը կոչվում է շնանալ, մեր մասնագիտության լեզվով դա կոչվում է ուղղակի սեռական հարաբերություն ունենալ։ Ուրեմն ասեմ ձեզ, մի դեպք չի, քանի այդպիսի դեպքեր հանդիպել եմ, երիտասարդ առողջ տղաներ, պատկերացրեք, 24-25 տարեկան, բուռն ծաղկման շրջան, տեստոստերոնը հելե լցվում է հարևանի տուն, այնքան շատ է, բնականաբար առատ ցանկություններ։ Աստվածաշունչն ու կրոնը մի բան է ասում, բնությունն ուրիշ բան է ասում։ Չի կարա մարդը պայքարի այդ ամեն ինչ դեմ ըստիս, եւ այստեղ խնդիրներ են առաջանում, որովհետեւ ես մի քանի այդպիսի դեպք արդեն ունեցել եմ, չեմ հիշում չտած նախորդ վիդեոների մեջ խոսացել եմ այդ մասին, թե չէ, բայց ամեն դեպքում հարկամացի դրա մասին խոսել, որովհետեւ ծնողները բերում են իրենց 24-25 տարեկան երեխեքին մեկնաբանելով, որ իրանց մոտ բորբոքային process կա, հիվանդություն են, այդ մարդը կյանքում ոչ մեկի երես չի տեսել, չգիտեմ, բայց հետաքրքիր է, ուրեմն, որ մաստուրբացիան այդ փաստորեն իրանց ավանդույթը կամ չգիտեմ, այդ կրոնական բաներով մաստուրբացիան չի արգելվում, կարելի անել, բայց կոնկրետ հարաբերություն չի կարելի անել։ Ու այդ բայց դե ամեն դեպքում այդ ցանկությունները, բուրըն ազատ ցանկությունները ոչ միշտ է որ, չգիտեմ, հնարավոր է ուղղակի մաստուրբացիայով բավարարել, էլի ամեն դեպքում հարաբերության որակը մի քիչ ուրիշ է, հարաբերությունից ստացված հաճույքը, չգիտեմ, բան այդ ամեն ինչ ուրիշ է, քան թե ուղղակի մաստուրբացիան։ Դա համար սա մեծ խնդիր է դարձել եւ ես ինչքան էլ փորձում ինչ-որ sense ուղղություն ցույց տամ, որ բան մի քիչ երիտասարդ տղա է, վերջ ազատ թողենք իրան հարաբերությունները, բայց չէ, շատ ագրեսիվ վերաբերմունքի եմ արժանանում եւ այսպես ասված մտնում փակուղի։ Չգիտեմ, մեկնաբանությունում գրեք ձեր կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ։